Կլոր սեղան քննարկումը սկսվեց երկխոսություն հանուն քաղաքացիական հասարակության զարգացման ծրագրի ներկայացմամբ։ Ծրագրի ղեկավար Հասմիկ Մխիթարյանը ներկայացրեց հեռուստատեսային քննարկումների թեմաներն ու արդյունքները։ Ներկաներն այն քննարկեցին եւ հանդես եկան իրենց մեկնաբանություններով եւ առաջարկներով։ Մասնակցում եմ այս կլոր սեղանի քննարկմանը, հատկապես այդ մոնիտորինգային խորհրդի գործունեությանը խթանելու նպատակով, որ շատ կարևոր ձեռնարկ է ու ես կուզենայի, որ մենակ ծրագրի շրջանակներում չլներ։ Այդ լինի, հետո էլ մենք հետամուտ լինենք, որ այդ խորհուրդը մոնիտորինգային շարունակվի, իր գործունեությունը շատ լուրջ ու հետևողական ծավալի։ Մի քանի հասարակական կազմակերպություններից բաղկացած խումբը սոցիալական օգնություններով մոնիտորինգ կանցկացնի, մեկ այլ հասարակական կազմակերպությունը կրթամշակութային, կոնկրետ մեզ հետաքրքրեց, քանի որ հնչեղություն ուներ Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք, այդ ծրագրի բաղադրիչները։ Խոսվեց նաև ավականու որոշումների վերաբերյալ մոնիտորինգ անցկացնելու մեթոդների, ինչպես նաև Գյումրու 2009-2012 թվականների քառամյա ծրագրի վերլուծության, 2013-2016 թվականների քառամյա ծրագրի առաջին եռամսյակի դիտարկման մասին։ Մենք որոշեցինք ավելացնել համայնքային մոնիտորինգային խորհուրդ, որ ավելի կհստակեցներ գաղափարը, նպատակները, եւ այդ հանրային խորհուրդը մոնիտորինգային խորհուրդը բաղկացած կլիներ 15-ից 19 անդամների։ Մինչ այդ 14 հոգի ստորագրել են, որպես անդամ դառնալու եւ իրենց պատրաստակամությունը հայտնել են այս նախաձեռնությանը աջակցելու, խորհրդի կազմում լինելու եւ մոնիտորինգ դիտարկումներ իրականացնելու համար։ Ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է համարվում ավականու նիստերի թափանցիկությունը եւ համայնքի բյուջեի ծախսի հստակեցումը։ Counterpart International կազմակերպության համայնքային զարգացման ծրագրի գլխավոր մասնագետ Մարիա Հարությունյանի անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր համայնքներում կա թիմ գործնեության, համայնքի թափանցիկ կառավարման ու հրապարակայնության ապահովման խնդիրը։ Հիմնականում բոլոր քաղաքապետերը եւ գյուղապետերը փորձում են հնարավորինս իրենց նիստերը անեն փակ, քիչ մասնակցային, հնարավորինս քաղաքացիներից հեռու, դրա համար մենք անպայման պնդում ենք գրավոր համաձայնություն, որովհետեւ դեպքեր են եղել, որ նույն գրավոր համաձայնության դեպքում իրանք ասում են չէ, փակ նիստը չենք։ Քննարկման ավարտին առաջարկվեցին թեմաներ օգոստոսի 28-ին անցկացվելիք հեռուստաքննարկման համար։ Մարգարիտ Ամինասյան, Արթուր Մարգարյան, Ազդարար։